Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Այստեղ կգտնեք միայն փաստահեն եւ օբյեկտիվ տեղեկատվություն։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Թռիչքների արգելք Հայաստանում։ Մայիսի 3-ից 5-ը Հայաստանի Հանրապետության օդային տարածքում արգելվում են միայն ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքները։ Այս մասին հայտարարել է Քաղավիացիայի կոմիտեն։ Արգելքը վերաբերում է ոչ առևտրային գործարարական, ուսումնական, անձնական, գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական նկարահանման ուսումնասիրության գովազդային եւ այլ հատուկ բնույթի ծառայությունների համար թռիչքներին, ինչպես նաեւ դրոններով ցանկացած բնույթի թռիչքներին։ Արգելքը որևէ առնչություն չունի առևտրային կանոնավոր եւ ոչ կանոնավոր թռիչքների, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում իրականացվող թռիչքների հետ եւ կապված է միայն նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ լայնամասշտաբ միջոցառումների հետ, ելնելով անվտանգության նկատառումներից։ Մայիսի 3-ից 5-ը Հայաստանում անցկացվելու են Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության գագաթնաժողովը, Երևանյան երկխոսությունը։ Նիկոլ Փաշինյանն իր գլխավոր մրցակից Սամվել Կարապետյանին մեղադրում է հայ-ռուսական կոնֆլիկտ հրահրելու եւ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելու փորձերի մեջ։ Խորհրդարանում կառավարության այդ հարցու պատասխանի ժամանակ Փաշինյանը վստահեցրել է, հայ-ռուսական հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբևէ եղել են։ Նայեք Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման դինամիկաները եւ համատեք նախորդող շրջանի հետ հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների, այցերի եւ այլնի դինամիկան։ Ընդ որում այս ձևաչափով ես լիարժեք նույն ձևի աշխատանքային կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի հետ, ղեկավարի հետ, որը առանձնահատուկ բան է տալիս, բովանդակություն է տալիս։ Այդ մարդիկ, ովքեր այդպես խոսում են եւ ուզում են այդպիսի էֆեկտներ, սադրանքներ անել, ես ուզում եմ այդ մարդիկ ուզում են ԵԱՏՄ-ն կաթվածահար անել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք եւ մենք ԵԱՏՄ 5 երկրներից մեկն է, ով որոշումներ է կայացնում։ Չնայած հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին, Ռուսաստանից հնչում են սպառնալիքներ Հայաստանի եվրոպական ուղու հնարավոր հետևանքների մասին։ Միևնույն ժամանակ վերջին տարիների տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական կապերը Մոսկվայի հետ շարունակում են խորանալ։ Ինչ է սա նշանակում Հայաստանի տնտեսության եւ առօրյա կյանքի համար։ Իմ գործընկեր Արմինե Մարտիրոսյանն է անդրադարձել թեմային։ Հայաստանը հաճախ է խոսում Եվրամիության հետ մերձեցման ուղեգծի մասին, սակայն երկրի տնտեսությունը շարունակում է սերտորեն կապված մնալ Ռուսաստանի եւ ԵԱՏՄ երկրների հետ։ Այս ֆոնին Մոսկվայից հնչում են ավելի ու ավելի կոշտ հայտարարություններ ընտրության անհրաժեշտության մասին։ Եվրամիության հետ մաքսային միությունում լինելը եւ ԵԱՏՄ-ում գտնվելն անհնար է։ Դա պարզապես անհնար է։ Ընտրության անհրաժեշտության մասին հայտարարությունները հնչում են կոնկրետ տնտեսական ցուցանիշների ֆոնին։ Վերջին տարիներին Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից աճել է։ Հիմա օրինակ Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մոտավորապես 35%-ը բաժին է ընկնում Ռուսաստանի։ Եվ ճիշտ հակառակը, այս ընթացքում մենք վերջին կարող ենք ասենք 7-8 տարիների ընթացքում առևտրաշրջանառությունը ԵՄ երկրների հետ նվազել է 12.5%-ից իջնելով մինչև 7-ից 8%։ 2022 թվականից հետո Ռուսաստանից որոշ ապրանքների, այդ թվում ոսկու արտահանումը երրորդ երկրներ, իրականացվել է հիմնականում Հայաստանի միջոցով։ Մինչև 2022 թվականը Ռուսաստանից Հայաստան էր փոխանցվում մոտավորապես 900 միլիոն դոլարի չափով տրանսֆերտներ։ Վերջի տարիների ընթացքում այդ գումարները մոտ 4 անգամ ավելացել են Ռուսաստանից։ Կախվածությունը Ռուսաստանից դրսևորվում է ոչ միայն ֆինանսատնտեսական ոլորտում։ Օրինակ ցորենի ներկրման 99%-ը գալիս է Ռուսաստանից։ Սա արդեն բարենային անվտանգության հարց է։ Այս ֆոնին Մոսկվայի կողմից բարձրացվող ընտրության հարցը դառնում է ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական։ Մոսկվայում նաև խոսում են ԵՄ-ի հետ մերձեցման հնարավոր հետևանքների մասին։ Այս պահին Եվրամիության երկրների հետ ավիահաղորդակցություն չկա, ինչը նշանակում է, որ չի լինի նաև ավիահաղորդակցություն Հայաստանի հետ։ Հայաստանի քաղաքացիները պետք է հասկանան, որ դա կարող է տեղի ունենալ Եվրամիության հետ մերձեցման որոշումների հետևանքով։ Սակայն պաշտոնական Երևանը փորձում է պահել մանևրի հնարավորություն, չշտապելով վերջնական որոշման հարցում։
Будем совмещать. Այս փուլում Հայաստանը կարող է համատեղել համագործակցությունը Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի հետ, բայց երբ անհրաժեշտ լինի որոշում կայացնել, այն կկայացնեն Հայաստանի քաղաքացիները։ Я имею в виду, граждане Республики Армения примут это решение. Այս ռիսկերի մասին զրուցել ենք նաեւ Երևանի բնակիչների հետ։ Այնքան բան կա, որ Ռուսաստանը կարող է Հայաստանին ճնշի, թե էկոնոմիկայի հարցում, թե մեր բոլոր հայությունը, որ ապրում է Ռուսաստանում, որը վերջում Պուտինը ասեց, որ 2 միլիոն հայ է ապրում Ռուսաստանում։ Պատանդ են այդ 2 միլիոն հայերը Ռուսաստանի, ոչ թե Ռուսաստանի, այլ Վլադիմիր Վլադիմիրովիչի ձեռքերում պատանդներ են։ Ճնշումը եւ ելի կճնշի։ Տնտեսական կախվածությունը, բարենային ռիսկերը, Սփյուռքի հարցը, սրանք արդեն տեսական քննարկումներ չեն։ Հայաստանի համար եվրոպական ուղին ունի հստակ գին, եւ այդ գինը հաշվառելու գործընթացն արդեն սկսվել է։ Արմինե Մարտիրոսյան, ՎՏ Հայաստան Նյուզ, Երևան։ Իրանը սպառնում է արգելափակել առևտուրը Կարմիր ծովով, եթե ամերիկյան ռազմածովային ուժերը շարունակեն իրանական նավահանգիստների շրջափակումը։ Իրանական բանակը հայտարարել է, ԱՄՆ այս քայլը հրադադարի խախտում է։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել էր, որ իրանական նավահանգիստների շրջափակումն իրագործված է ամբողջությամբ եւ դադարեցված է ծովով Իրանի առևտուրը, որը կազմում է երկրի առևտրի մոտ 90%-ը։ Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարվածության թեմայով կզրուցենք իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ։ Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների ներկայիս փուլն ինչպես կբնութագրեք, արդյոք բանակցությունների դրական դինամիկա առաջիկայում կարող ենք տեսնել, թե ոչ, հաշվի առնելով միմյանց ուղղված կողմերի սպառնալիքները։ Իրականում դեռևս դրական դինամիկայի մասին խոսելը շատ վաղ է, քանի որ Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների վերջին առնվազն 3 փորձերը, այսինքն 2 փորձերը նախորդ տարվա ընթացքում, ավելի ճիշտ մեկը նախորդ տարվա ընթացքում, մեկը ընթացիկ տարվա ընթացքում նախքան պատերազմը, եւ եւս մեկ փորձ էլ արդեն պատերազմից հետո հրադադարի ընթացքում, դրանք բոլորը եղել են ձախողված։ Ու թեև հիմա եւս կողմերը շարունակում են ջանքեր գործադրել, տարբեր միջնորդ կողմեր շարունակում են ջանքեր գործադրել, որպեսզի հերթական բանակցությունները տեղի ունենան, դեռևս մենք չունենք որևէ տեսանելի այսպես ցուցիչներ, որ այդ հերթական բանակցությունները կարող են դրական ընթացք ունենալ։ Ինչու, որովհետև թե նախքան պատերազմը տեղի ունեցած բանակցություններում եւ թե այս ընթացիկ վերջին բանակցություններում կողմերի տեսակետները եւ մոտեցումները մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ լիովին հակադիր էին։ Դրանք վերաբերում էին թե միջուկային ծրագրին, թե հրթիռային արտադրությանը Իրանի եւ պրոքսիներին, ու հիմա արդեն պատերազմից հետո փաստացի ավելացել է նաեւ մեկ այլ խնդիր, դա Հորմուզի նեղուցում վերահսկողության հարցն է։ Ոստի այս պայծրությամբ կա առնվազն 4 խոշոր խնդիր, որոնց շուրջ կողմերից յուրաքանչյուրը ունի լիովին հակադիր մոտեցումներ, ու այդ մոտեցումները քանի որ շատ հակադիր են, շատ դժվար է փոխսիջման գնալը, ու դրա արդյունքում էլ փաստացի բանակցությունները չեն հասնում այնպիսի կետի, որտեղից հնարավոր է ունենալ առաջընթաց ու դրական առաջընթաց, ըստ այս պայծրությամբ մեզ համար միակ դրական փաստացի երևույթը դա պարզապես այդ բանակցությունների հավանականության արկայությունն է եւ ոչ թե բանակցային գործընթացը, որը մինչեւ այժմ ընթացել է հիմնականում ձախողումներով։ Իսկ Իրանը լեզու մամուլում հնարավոր բանակցությունների վերաբերյալ քննարկումներն ինչպիսին են։ Տեսեք, այստեղ իրանական կողմի համար իրականում մի քանի կարևոր խնդիր կա։ Դա, ինչպես արդեն նշեցի, այն հիմնական հարցերը, որոնց շուրջ կողմերը ունեն տարբեր մոտեցումներ՝ միջուկային հարց, ուրանի հարստացման իրավունքի պահպանում, պրոքսիների աջակցության դադարեցման հարց եւ հրթիռաշինության հարցը։ Այսինքն, սրանք այն 3 հարցերն են, որոնք Իրանի համար ունեն կենսական նշանակություն, եւ այս ընթացիկ պատերազմը ցույց տվեց, որ երբ հակառակորդը ունի ռազմական, տեխնոլոգիական գերակայություն, Իրանի պատասխանելու մեթոդները տեղավորվում են այլ հարթության մեջ եւ դրանք ներառում են արդեն դաշնակիցների կարողությունները, ներառում է Իրանի հրթիռային եւ ԱԹՍ կարողությունները, իհարկե աշխարհագրությունը այստեղ էլի շատ մեծ դեր խաղաց եւ Հորմուզի լեզակի կիրառումը։ Բացի այս պայմաններում, երբ Իրանը գտնվում է անհամաչափ պատերազմի մեջ, Իրանը օգտագործում է այլ լեզակներ։ Ու նման իրավիճակում Իրանը չի պատրաստվում հրաժարվել այս լեզակներից, այսինքն այս պատերազմը հերթական անգամ Իրանին ցույց տվեց, որի ռազմավարությունը ճիշտ է եւ այսքան տարիներ հրթիռներ
հրթիռների արտադրությամբ զբաղվելով կամ պրոքսիներին աջակցելով Իրանը ճիշտ է վարվել եւ հենց ճիշտ լեզակները գեներացնել։ Ուստի այս առումով իրանական թե պաշտոնյաների եւ թե մամուլի քննարկումները նույն գծի մեջ են, որ Իրանը որևէ կերպ չի կարող հրաժարվել իր այս լեզակներից եւ որ Իրանի համար նույն օրինակ Լիբանանում հրադադարը կամ Հեզբոլլահի շուրջ զարգացումները ընկալվում են ինչպես Իրանի շուրջ զարգացումներ, հետևաբար Իրանը շարունակում է պնդել, որ հրադադար պետք է լինի նաև օրինակ Լիբանանում եւ լիբանանյան գործընթացը առանձին չէ Իրան Միացյալ Նահանգներ գործընթացից, այսինքն այս առումով իրանական կողմի մոտեցումը հիմնականում դա է, որ որևէ զիջման Իրանը այս հարցերում չի գնալու, որովհետև իրանական կողմը հավաստիացած է, որ պատերազմի ընթացքում իրենք կարողացել են այնպիսի պատասխան տալ հակառակորդներին, որ մեծացրել են այս պատերազմի գինը, հետևաբար իրենք ունեն առավելություն եւ հետևաբար չեն պատրաստվում բանակցություններում զիջել այդ առավելությունները, այլ ընդհակառակը պետք է ամրապնդեն այս լծակները, որոնք իրենք նախկինում ունեն եւ հիմա էլ փաստացի այլ ավելի ընդլայնել են։ Իրանում առկա իրավիճակը հայ-իրանական հարաբերությունների վրա ինչ կերպ կարող է անդրադառնալ եւ հատկապես թրիփի առումով այս փուլում ինչ խոսակցություններ կան Իրանում։ Բնականաբար Իրանում տեղի ունեցող ցանկացած զարգացում իր ազդեցությունը կարող է ունենալ մեզ վրա, պատերազմի տեսանկյունից դրա երկարաձգումը եւ հնարավոր այլ ավելի աղետալի մասշտաբների վերածվելը ու ընդգրկելը մեզ համար մի քանի հարթությունում է նշանակալի։ Նախ հայ-իրանական հարաբերական հարաբերությունների տեսանկյունից եւ իհարկե նաեւ Իրանը որպես այլընտրանքային երթուղի այդ համատեքստում, այսինքն մեզ համար Իրանը մեր ունեցած երկու բաց սահմաններից մեկն է եւ հետեւաբար այս սահմանին որևէ տեսակի խանգարումների առաջացումը բնականաբար չի լինելու հօգուտ Հայաստանի, բայց թերևս այս առումով պետք է նշեմ, որ կարծես թե եղած տեղեկատվությունն այն մասին է, որ չնայած պատերազմին բեռնափոխադրումների հարցում խափանումներ չեն եղել, բայց ամեն դեպքում դա ռիսկ է, որը մենք պետք է հաշվի առնենք, որ նման իրավիճակում կարող է առնվազն լինել եւ հատկապես պատերազմական գործողությունների շարունակման տեսանկյունից։ Մյուս կարևոր հարցերը, այո, անվտանգային քաղաքական հարցերն են, ու այստեղ շատ կարևոր է թե պատերազմի ելքը ի վերջո ինչպեսին կլինի, որովհետեւ եթե այս պատերազմի վերջն արդյունքում կողմերը հասնեն որևէ համաձայնության, որը օրինակ կվերացնի Իրանի նկատմամբ պատժամիջոցները, դրա բնականաբար նաև էլի կլինի հօգուտ Հայաստանի, հաշվի առնելով թե որքան կդյուրանա դրա արդյունքում հայ-իրանական հարաբերությունները եւ համագործակցությունը, բայց մյուս կողմից մենք իրավիճակի այսպես վատ սցենարի զարգացման դեպքում էլ կարող ենք մեկ այլ զարգացման ականատես լինել այն, որ իրանական կողմը կարող է Միացյալ Նահանգների նկատմամբ, ոչ թե կարող է, այլ առնվազն Միացյալ Նահանգների նկատմամբ ունենալ ավելի մեծ անվստահություն, հետևաբար կլինի ավելի զգայուն իր հարևան երկրներում նահանգների ցանկացած գործունեության նկատմամբ, այսինքն այս համատեքստում կարող ենք ակնկալել, որ Իրանը շատ ավելի խիստ մոտեցում կարող է որդեգրել նույն թրիփի եւ հայ-ամերիկյան կամ հայ-արևմտյան համագործակցության այլ ոլորտներում համագործակցության նկատմամբ։ Իսկ այս պահին խոսակցություններն այդ առումով ինչպիսին են այս պահի դրությամբ, եթե նկատի ունենանք Իրանում։ Եթե խոսում ենք պաշտոնական մակարդակում, ապա պաշտոնական մակարդակում կարծես թե այս պահի դրությամբ ոչ ոք դեռևս թրիփի մասին չի խոսում, հաշվի առնելով օրակարգային ավելի կարևոր հարցերը, բայց փորձագիտական մակարդակում այո մեկնաբանություններ կան եւ դրանք իմաստացի տրամաբանության շրջանակներում են, որ պատերազմի վերջն արդյունքում Իրանը ել ավելի անվստահ է տրամադրված լինելու ցանկացած գործունեության նկատմամբ իր սահմանների հարաբերությամբ եւ թույլ չի տա, որ նման նախագիծ իրականացվի, բայց այստեղ պետք է հասկանանք այդ ամենը կախված է պատերազմի վերջն արդյունքից եւ Իրանի դիրքերից, որովհետեւ այո, եթե Իրանը ամրապնդում է իր դիրքերը այս պատերազմի վերջն արդյունքում եւ հանդես է գալիս որպես տարածաշրջանում այսպես գերիշխող դիրքերից, բնականաբար Իրանի լծակները ավելի ուժեղ են լինելու, Իրանի խոսքը ավելի մեծ քշիռ է ունենալու եւ Իրանը կարող է այս առումով ավելի մեծ ներգրավվածություն ցուցաբերել։
Բայց եթե պատերազմը ի վերջո ավարտվում է այլ վերջնարդյունքով եւ Իրանը դրանից դուրս է գալիս թուլացած, ապա ավելի շուտ Իրանը ստիպված է լինելու զբաղվելու իր ներքին խնդիրներով եւ հետ պատերազմական ճգնաժամից դուրս գալու հարցերով, թեև էլի անվստահությունը կպահպանվի, թեև էլի զգայունությունը կպահպանվի, այստեղ արդեն բայց հարց կլինի ինչ կկարողանա անել Իրանը դրա դեմ դուրս հանդես գալու համար։ Քիշինևը եւ Տիրասպոլը անցկացրել են երկրորդ հանդիպումը 1+1 ձևաչափով։ Փետրվարի 26-ին տեղի ունեցած առաջին հանդիպումը վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Վալերիո Քիվերը հանդիպումներն անօգուտ չէր համարել, բայց առաջընթաց էլ չէր տեսել։ Արդյոք նոր փուլը ավելի հաջող է եւ որ հարցերն են դարձել բանակցությունների օրակարգի հիմնական թեմաները։ Բանակցությունները տեղի են ունեցել Տիրասպոլում, ԵԱՀԿ առաքելության գրասենյակում միջազգային միջնորդների եւ դիտորդների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում Քիշինևը ներկայացրել է իր սկզբունքային դիրքորոշումները։ Քննարկումների կենտրոնում եղել են կրթության եւ անվտանգության հարցերը։ Մոլդովական կողմը հատուկ ուշադրություն է դարձրել երեխաների իրավունքին սովորելու մեկուսացումից դուրս եւ մայրենի ռումիներեն լեզվով։ Սա ոչ թե անցյալի կամ քաղաքականության մասին է, այլ երեխաների կրթության հիմնարար իրավունքի։ Պատկերացրեք, որ ձեր երեխաները ստիպված լինեին սովորել մեկուսացված, ոչ իրենց մայրենի լեզվով։ Ինչպես կվարվեիք նման իրավիճակում։ Մենք այստեղ ակնկալում ենք կառուցողական մոտեցում։ Հայաստանի ազգային պատկերասրահում պաշտոնապես բացվել է Արշիլ Գորկի Նյու Յորք Երևան նոր ձեռքբերում խորագրով ցուցահանդեսը։ Կառավարությունը միջազգային աճուրդից ձեռք է բերել աշխարհահռչակ ամերիկահայ նկարչի անվերնագիր գրաֆիկական աշխատանքը, ինչը կարևոր ներդրում է ազգային հավաքածուի համալրման գործում։ Այս գործը պատկերասրահին հանձնելու հնարավորությունը ստեղծվել է պետության կողմից թանգարանների համալրման ծրագրի շրջանակում։ Նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով պետությունը նախորդ տարի ավելի քան 330 միլիոն դրամ է հատկացրել տարբեր թանգարանների համար մշակութային արժեքների ձեռքբերման նպատակով։ Մշակույթի զարգացման հիմնադրամի կողմից տարբեր միջազգային աճուրդների դիտանցումներով պարզ է դարձել, որ Սոթբիս հեղինակավոր աճուրդում վաճառվում է Արշիլ Գորկու գործերից մեկը եւ փաստացի դա հնարավորություն է տվել, որպեսզի պետության միջամտության եւ այս քաղաքականության արդյունքում ավելի քան 30 միլիոն դրամ տրամադրելով մենք այսօր ունենանք հնարավորություն վայելելու Արշիլ Գորկու, կարծում եմ, շատ գեղեցիկ եւ արժեքավոր գործերից մեկը եւ շատ ուրախ եմ, որ սա նաեւ մեր հանրությանը հնարավորություն կտա նորովի ծանոթանալ թերևս հայազգի նկարիչներից ամենամեծ արժեքը ու անունը կերպարվեստում թողած մեր նկարիչներից մեկի հետ։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Շարունակեք հետևել մեր թողարկումներին։